Բարի սիրելի ֆուտբոլիստներ, Ափել է YouTube-յան ալիքում շարունակում ենք ֆուտբոլային երեկան, Ափել է երկրորդ դիվիզիոնի շրջանակներում միմյանց հետ կմրցեն Բենֆիկայի և Փարիզի ֆուտբոլիստները, բավական հետաքրքիր հանդիպման է ականատես լինելու, ընդամենը մեկ միավոր է բաժանում թիմերին, Բենֆիկան 11 խաղից հետո 25 միավոր ունի, իսկ տեսնենք այս այնուհետև շարունակենք շեղեր հարվածը, Բենֆիկան 11 խաղից հետո 25 միավոր ունի, իսկ Փարիզը նույնքան հանդիպումից հետո 24 միավոր է վաստակել, համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղում են տանում թիմերը, ներկայացնեմ թիմերի մրցող կազմերը, Փարիզը հետևյալ կազմն է դուրս բերել խաղադաշտ, դարպասին Հովհաննիսյանն է 31 փորձ, տեսնենք ինչով ավարտվի այնուհետև կշարունակենք, հեռացնում է Փարիզի պաշտպանը Գնդակը, դարպասին Հովհաննիսյանն է պաշտպանությունում, Խաչատրյանը կիսապաշտպանում 3 ֆուտբոլիստներ, Դավիթ Լորեցյան, Աչիկ Ասատրյան կենտրոնում Գևորգյան և 3 հարձակվողներ, եզրերում Այվազյան և Քոչարյան, առաջ կաշված հարձակվողը Փարիզի կլինի Մուսախանյանը։ Բենֆիկան հետևյալ կազմը դուրս բերել խաղադաշտ, դարպասին Սարգսյան համար 12, պաշտպանությունում Եգանյան և Ակնազարյան, պաշտպանում Մխիթարյան և Ղազարյան, եզրերից Կամակրչյանն ու Սարգսյանը, առաջ կաշված հարձակվողն էլ Սահակյանն է։ Այսօրվա հանդիպման մրցավարը Մանուկ Մուրադյանն է, խաղն էլ ձեզ համար կմեկնաբանի Գևորգ Մկրչյանը։ Այման կարող ենք լրիվ անցնել հանդիպմանը, խաղի պաշտոնական մասը ներկայացրեցի ու տեսնենք ինչպես կզարգանա հանդիպումը։ Կրեցին մի պա Բենֆիկայի ֆուտբոլիստները, սակայն արագոր են Փարիզի ֆուտբոլիստները հետ են խլում Գնդակը։ Կաչեզրում տարբերակ, ասնի Գնդակին Բենֆիկային համարը բարձրից փոխանցման փորձ սակայն պաշտպանները մաքրում են երկրորդ տեմպով, սակայն ևս մեկ անգամ պաշտպանությունը մաքուր են աշխատում Փարիզի ֆուտբոլիստները, ավելին Մուրադյանը շնակում է խաղթում ու հիմա բեկը Փարիզի ֆուտբոլիստները կմցնեն խաղի մեջ։ Տարբերակ, պաշտպանությունում շատ լավ է խաղում Բենֆիկայի 3 համարն ու անկյունային կլինի։ Իրացված անկյունայինը երկրորդ փորձից Սարգսյանը որսում է Գնդակն ու սկսում թիմի դրա կենտրոնում կա տարբերակ ներվից հարվածի փորձ, բայց Խաչատրյանը փակում է հարվածը, հիմա տեսնենք անկյունային հոգադարձ եզրից Հազարը պիասնի անկյունայինը Շտարան դեպի աջ
Փորձում են հիմա Բենֆիկայի ֆուտբոլիստները շատ վտանգավոր դիրքում։ Լավ է, որ հիմա Բենֆիկայի համար պաշտպանը կարողացավ խլել գնդակը երկու ֆուտբոլիստներ։ Ով են Alpasapայի դիմաց նույնակ մնալ, լարված են հիմա Բենֆիկայի չստացվեց ու Փարիզը հերթական գրոն է փորձում կազմակերպել։ Քոչարյան Մadzախ Քոչարյանը Կորց, փակում են հարվածը Չից գլխով հիմա Սարգսյանը Անքան էլ վստահ չմտավ Ավի մեջ, բայց ամեն դեպքում Կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլից Աղազարյանը կմցնի երկրից գնդակը Արվացի փորձ Սարգսյանը տեղում է, իսկ փոխանցումը բավական ուժեղ էր Փարիզի ֆուտբոլիստը օգնության կարիք ունի, խաղային դրվել էր իհարկե Ինչ չկար, սակայն գնդակը դիպավ դեմքին Ասենք ամեն ինչ Արգոն են կարդվի ու վար է աջող Ասած կնանամ արատի Կարողն շարունակ են հանդիպում Այո, բաց Կարյան, սկսում է Կարուս է թիմի վրա Բավական շատ բան է կախնես Մխիթարի Միխալից, Բենֆիկա Կան փոխանցումներ և դիապետ Դերությունին համար Ոտխարարկում Մխիթարյան, ևս մեկ Պատասխան փոխանցում ու գնդակը դար պասում է Այն ինչ քիչ առաջ խոսում է Մխիթարյանի խաղից շատ բան է կախված ու բավական լավ խաղարկեցին գնդակն ու Բենֆիկան առաջ է անցնում հաշվի մեջ Հեսված է հանդիպումը Ինչով պատասխան են Փարիզի ֆուտբոլիստները Բենֆիկայի շփած արագ գոլին Երկար փոխանցում դեպի առաջ քաշված, հարձակվող պահպանում է Իրակը խաղադաշտում, բայց ոչ թիմի մոտ Բենֆիկայի
Հետական գրա, Մխիթարյան։ Շարված կիսափոխանցում ամեն դեպքում։ Դիպավ գնդակը պաշտպանին ու անկյունային կտեսնենք։ Իրացված անկյունայինը, ևս մեկ հարվածի փորձ ու գոլ։ Գնդակը դարպասում է, կրկնապատկում են հաշվի։ Հասարակշռությունը Սուրմալյանն է դառնում գոլի հեղինակ 2-0։ Երկու 0 Բենֆիկայի արագ երկու գնդակները հարմարավետ առավելություն են ապահովել այս րոպեներին Բենֆիկայի համար, ավելին երրորդ գնդակի հետևից հիմա Բենֆիկան գնում ու բավական վտանգավոր պար սեյվի հեղինակ է դառնում Պարիզի պաշտպանը հիմա Մխիթարյանին չի հասնում գնդակը ու արագ հակագրերի փորձ ձախեզրով Դանդաղեցին Պարիզի ֆուտբոլիստները հիմա Բենֆիկայի գրեթե ողջ կազմով Շտուգանայինի մատույցներում է Սրից ուժեղեր Սրան Մխիթարյանի հետ է խաղում Մենակ Մխիթարյանը շարժվում է առաջ ու Գործն եմ գնդակը, հակագրոյի գործ, բայց հական սակավաթիվ ֆուտբոլիստներով էին առաջ շարժվում ու Բենֆիկան խլում է գնդակը ԵՒս մեկ հարված ու դարպասապահը ինքին փրկում է այս անգամ էլ հարվածը շեր Զրով գրոյի փորձ, դեպի կոնտրան ավարկում գնդակը Համիտր Բայց կարող իմը վտանգավոր լինելու Որչին հարվածը բարձր է, ունեցան վատը չէ, երական Ոնիցին գրով գազմագիրպեցին Պարիզի ֆուտբոլիստները, վերջին հարվածը բարձր ստացվեց Խաչետրյանի սահակումն էլ Կոմա ֆուտբոլիստները բանցում են գալիները Նրան հարվածի դուրս բերեց Կերոչը բայց Իսրայելյանը շկաղաց հարվածել Այս հարվածը ակն բարձր էր Հարված կտեսնենք Պարիզի պաշտպանած դարպասից Պարիզ ֆուտբոլիստները պետք է վերցնեն հանդիպումը Արագորեն նետեցին եզրից հիմա Որցելով հակագրով կազմակերպել, բայց Բենֆիկայի պաշտպանները նորից փակեցին առաջ խաղացման փորձը ևս մեկ հարվածի փորձը դուրս բարձր է
Դրսը փոխանցում դեպի ձախ եզրը։ Կարող է վտանգավոր լինել, արվածել է պետք։ Շկար խախտում ցույց է տալիս մրցավարն ու նայել այստեղ կար արդեն խախտում։ Չաներն է գիրասնի ստանդարտը։ Նորմալ են նրմիացել ստանդարտի ժամանակ, սակայն փոխանցումը նրա չեկավ։ Գնոտ են նազրից Բենֆիկայի ֆուտբոլիստները, Մխիթարյան։ Լավն էր Մխիթարյանի փոխանցումը հիմա, բայց պաշտպանները Հակեցին մյուս փոխանցումը դեպի կենտրոն, հիմա կարող այստեղ վտանգավոր լինել, բայց կրկին լավ են պաշտպանվում Բենֆիկայի տղաները։ Անկյունային, հերթական անկյունային Փարիզի կատարմամբ Արգոր են կաշխահարկում են Բենֆիկայի ֆուտբոլիստները, արված ենք տեսնելու, բայց Գլխով գնդակը հեռացնում է Խաչատրյանը հերթական անկյունայինը։ Ուսում է տևես դեպի Տուղանային, հրապարակ Մխիթարյանի հարվածը բարձր է ստացվում։ Կլինի հարված, ոչ ճանապարհը փակում են ևս մեկ հարված կարանդարձ ու կլինի հերթական անկյունայինը ինչի րոպեներին Բենֆիկայի ֆուտբոլիստները ճանապարհնել են Փարիզի Տուղանային հրապարակն ու մոտ են երրորդ գոլին պես ասում ենք ասումանում է գոլը տեսնենք ևս մեկ բարձր փոխանցման փորձ ու Փրկում է Փարիզին վերահաս գոլից, եզրից կնետեն Բենֆիկայի տղաները Մխիթարյան Պապնագրայի եզրը պահպանի գնդակը պարտեստ է և վայո եզրից Փարիզի ֆուտբոլիստները Ասից դեպի աչ եզրը Մրցակիցներն են դիմավորել Փարիզի ֆուտբոլիստներին ու կարողանում են չեզոքացնել սպառնալիքը հիմա անկյունայինք տեսնենք Փարիզի ֆուտբոլիստների կատարմամբ Շից, բայց անոնց ծեր փոխանցումը Եզից կնատեն Բենֆիկայի տղաները Սնդեպի աչ Նրանցում անեկին, երկրորդին Շնանցեց, այլ փոխանցեց ու պասապա ճիշտ է խաղում գծի վրա Հակագրոյի փորձ Կարող են Փարիզի ֆուտբոլիստները Կոնը կնճատել Աշխի տարբերությունը միջում Ախտում ցույց է տալիս Մանուկ Մուրադյանը ու հիմա Կարող է դիրքը հարվածային լինել Ինչպես կիացնեն այս Տուղանայինը
է կարծես։ Տրամադրվում արվացի։ Ջան, արված ու վտանգավոր էր փոքրինչ։ Շողությամբ անցավ գնդակը։ Կարող էր հիմա կրճատել հաշվի տարբերությունը Խաչատրյանը։ Սակայն Աշիվանն անտապարախ 2-0։ Խավացի գրոնեից մենք ներմական Փարիզի գնդակը մայֆիկայի ֆուտբոլիստն ու հատական գրողը կազմակերպում վտանգավոր է գրավել է պետար պասը և գոլ գոլ գնդակը դարպասում է հաշիվը դառնում է 3-0 վերսկսվում է հանդիպումը Փարիզի ֆուտբոլիստները կարող են նրանել դարպասը վատը չեր արված ոքին չեղությամբ անցավ դարպասը ձավի կողքով Ազարյանը կորցնում է գնդակը ու գրավել է պետար պասը, գոլ 3-1 կրճատում են Փարիզի ֆուտբոլիստները հաշվի տարբերությունը ու ինչ ընդմիջում կարողանում ինտրիգը հրադարձնել 3-1 վերսկսված է հանդիպումը Փարիզի այս գոլը կարող է հրադարձնել հետաքրքրությունը խաղի տեսնենք Ինչպես զարգան առաջ խաղակեսի վերջնամասնում երկրորդ խաղակեսը ժամանակ իհարկե դեռ ունեն Փարիզի ֆուտբոլիստները հետ գալու տեսնենք Ճաբանական Դիմա Մուրադյանը Բենֆիկային իր երթին Փարիզի դարպասապայ Ասպոխանցում է փոքրինչ ուժեղեր ու Սարսյանը պաշտպանական մասից Բենֆիկան փորձում է գցել տեմպը ու նվազեն այս հաշվով Ատքնշման գնալ Մեկ գրոյի փորձ գրավել է պետ դարպասապա Սլկում է դրությունը, հեռացնում են պաշտպանները գնդակը Կարող է վտանգավոր լինել 3-3-ի դիմաց, բայց Բենֆիկայի պաշտպանները ալգուրած են պաշտպանվում Հաղթում ցույց է տալիս մրցավարը Հələ առաջին դեղին քարտն ենք տեսնում Չորս հոգանոց Պատ է կազմած Սարգսյանը, հիմա ևս մեկ հաջող ստանդարտի խաղարկում ու Փարիզը կարող են ընդամենը մեկ գոլ պարտվելով մտնել երկրորդ խաղակես, տեսնենք Արված ու դարպասապա Հրկում է Վերջին գործողությունը կտեսնենք Առաջի խաղակեսի անկյունային Բարձրից
Մեկ փոխանցում դեպի տուղանային հրապարակ Ցելեպեկ դե չկա հարվածը ու հակագրոներ չի ստացվի Մուրադյանը սուլում է ու առաջ խաղակեսը ավարտված է 3-1 հիշեցնեմ առայժմ Բենֆիկայի ֆուտբոլիստները հաղթում են հանգստանանք և քիչ անց կվերադառնանք Վերքսում ենք ռեպորտաժը երկրորդ խաղակեսը Փարիզ Բենֆիկա խաղի Շեստում առաջ կեսից հետո 3-1 հաշվով հաղթում են Բենֆիկայի ֆուտբոլիստները տեսված է հանդիպումը ու Բենֆիկայի ֆուտբոլիստները սկսում են իրենց առաջին գրոհը երկրորդ խաղակեսի ու արագորեն կորցնում Ական լարված անցավ առաջ խաղակեսի երկրորդ հատվածը Փարիզի ֆուտբոլիստները 1-2 լավ պահ ունեին Հաշիվը կրճատելու մինչև նվազագույնի, բայց կարողացան այդպես էլ խփել Հազար են դիմավորել, բայց կարողացան շրջանցել Բենֆիկայի 1-2 ֆուտբոլիստի փոխանցումը լավն էր, բայց երկար պասեցնելու համար վազեց Փարիզի ֆուտբոլիստն է կորավ գրոհի սրությունը ևս մեկ փոխանցման փորձ բարձր է Նրան, ովքից պորցումս է սրտինի գրա, ոնցում դեպի ազատարություն աչեզրում կա տարբերակ, ստանում է գնդակը Բենֆիկայի ֆուտբոլիստը շարունակություն չկա գրոհի, հիմա գրոհի փորձ է նոջել են Բենֆիկայի ֆուտբոլիստը, ձեռքով խաղաց Ալայանն ու Գնդակով կնում են Փարիզի ֆուտբոլիստները Ես մեկ անոջը փոխանցման փորձ ու Բենֆիկան հերթական գրան է սկսում Պաշտպանություն են խաղարկում են գնդակը, սակայն նա 3-4 ֆուտբոլիստներ Սակայն պաշտպանությունը Կլեր գնդակը ու սկսում է թիմի գրոհը, աչեզրում է հիմա գնդակը, վտանգավոր է ու Սարգսյանն ուղարկում է գնդակը անկյունային Գոլ գնդակը դարպասում է հիմա կարող է շատ մեծ բեկում մտցնել սա խաղի մեջ 3-2 կարողանում է Փարիզի ֆուտբոլիստները կրճատել հաշիվը մինչև նվազագույնի 3-2 3-2 վերցված է հանդիպումը Պատասխանան Բենֆիկայի ֆուտբոլիստները բավական հարմար առավելություն էին ստացել ու հիմա ամենը մեկ գոլ է բաժանում Փարիզի ֆուտբոլիստներին Համբեք իրականացնելու շարունակում են գրոհել Փարիզի ֆուտբոլիստները հիմա հասկացան բայց որ գնդակը պահպանվեց թիմի մոտ բայց հիմա կորցնում են Բավական բարձր է խոտանը Փարիզի ֆուտբոլիստների մոտ փոխանցումներ կատարելիս
Բենֆիկայի պաշտպանած դարպասից։ Զանան Հոխում են գրել եզրը։ Գրավել է պետ դարպասը, բայց կարկում է փոխանցման ճանապարհը, ուներ հարվածի պահ։ Կորցրեց այն, հետո խախտեց։ Կանոնները Խաչատրյանը։ Իացն դուգանայինը։ Երեքը մեկի դիմաց է, դե հավասարեցնել է պետք հաշիվը, բայց Սարգսյանը փրկում է թիմին վերահաս գոլից, շատ լավ, հնարավորություն են հիմա կորցնել Փարիզի ֆուտբոլիստները, այսպիսի պահ կարող են այլևս չունենալ, 2-3 ֆուտբոլիստներով մնացին դարպասապայի դիմաց ու Սարգսյանը փրկում է թիմին Անկյունային վտանգը դեռևս Եզոքացված չեն, ասում եզրից նետում, Խաչատրյան Ալվացի փորձ հիմա Աղազարյանը կատարմամբ ու շաղերալված է Շին րոպեների Հերոսան շուտ Սարգսյանն է Անդուրատ սեյվ եղինակ դարձավ պրկելով թիմին Մեկ է թե հաշիվը լիներ օրնակ 3-0 և իրականացներ այս սերվը այդքան կարժեք չեր ունենա կան հիմա, որտև այս գոլով կարող էր հավասարեցնել խաղի հաշիվը Ուժավ է փոխանցումը անգամ Որպեսապահ չդիկավ գնդակին, Բազարյան Դեպի աչ Փորձ կապում են Հիմա կրկին ազատ տարածություններ են հայտնվել Բենֆիկայի պաշտպանությունում Շատ անհաջողել փոխանցումը Ղազարյանը Հիմա խլեց կրկին գնդակը, կորցրեց կրկին գնդակը ու կարող էր վտանգավոր լինել, բայց դեռևս Բենֆիկան Ապեցել են, ապել։ Շիմը ճարցվում է Մխիթարյան, լավն էր փոխանցումը Մխիթարյանի ու գոլ գնդակը դարպասում է Բենֆիկայի 26 համար հաշիվը դարձնում է 4-1, 4-2 ներողություն ու Կարծես թե հանգստացնում թիմի խաղ հիմա Բենֆիկան շատ ավելի հարմար առավելություն ունի քան վարկյաններ առաջ Դուրս երկու չես խփում դու խփում են քեզ Փարիզը 2-3 100%-անց գոլային փոխչացրեց ու Պատասխանը Բենֆիկայի չուսացավ 4-2 Կարողանան մնացած ժամանակում 2 գոլ խփել Փարիզի ֆուտբոլիստները Աղազարյանը ռվից հարված ու շերետ Բենֆիկայի հերթական գրոհը ու հիմա փոքրին ջոթը Լավ կասեցներ գնդակը կարող էր հետրիկ է եղինակ դառնալ Բենֆիկայի 26 համար Չեկան Անդակմը գրաչեզրով Պաշտպանվում Ղազարյան նոր երզից հետում Ասեկամ արդեն Խաղի կանոնների խախտման գնով Ղազարյանը 10
ասացած։ Արզի գրոն ու ստանդարդ Կարկ են այս ստանդարտը պարզի ֆուտբոլիստները Խալցում ու պաշպանները Ակում են ավելին արակակագրեի փորձ բաց Բաչատրանը կարթած բոլորից շուտ ու հիմա պարզի ֆուտբոլիստները կարող են կրճատել ևս մեկ անգամ աշվի արվերությունը բայց Անում հիմա 3-2-ի դիմաց գրով Բենֆիկայի կատարմամբ Դավեցին հետ փոխանցում արդեն ավելորդ էր ու Տանգը չես զմխացված է Փորձ աճեցրում, սակայն կենտրոնում ոչ ոք չկա, այո, նայն հարված էլ կարող էր, այլ տարբերակ չուներ հիմա պարզի 8 համարը բայց հարվածը հաջողությամբ չի պսակվում 15 րոպե մինչ հարի ավարտը, երկու գնդակի առավելություն ունի Բենֆիկան Որպասապահը լավ է մտցնում գնդակը Հարի մեջ սակայն Կանը ճիշտ դիրք էր ընտրել Ընտրոնով է շարունակում Բենֆիկան գրոհ Ազերանը Հեռացնում է Սպառնալիքը Եզրից կնետեն պարզի ֆուտբոլիստները Կախեդրում հիմա հավեն գործում պարզի ֆուտբոլիստները տեսնենք հարվածի փորձում գտնել իր համար փոխանցում ու հիմա Ղազարյանը կրկին լավ է պաշտպանվում Լավագույններից է դաշտում ասպան Ղազարյանը Ավական հանդիպում է հատկացնում Բենֆիկայի պաշտպանը Ղազարյան Կենտրոն Շրջանցել Մխիթարյանին, հաջողվում է դա նրա մոտ և չկա խախտում ցույց է տալիս Մուրադյանը գնդակով շարունակեն մնալ Բենֆիկայի ֆուտբոլիստները հիմա շրջափակման մեջ էր, բայց դուրս եկավ շրջափակումից ու 3 ֆուտբոլիստներով Բենֆիկան հակագրոհում է ու գնդակը դար պասում է 10 համարը դառնում է գոլի հեղինակ չէ ցույց տալիս մրցավարը Դիտիկ է կնա պատկերը վերջնական որոշում կայացնելուց առաջ Մրցավարը չի արձանագրում Բենֆիկայի երրորդ գնդակը Ախտում կար նախորդ դրվագում ու հիմա Տուգանը ենք իրացնի Երեք հոկանոց Պատ է պահանջում Սարգսյանը Արված ենք տեսնելու Ասելիչը արված
Թույլեր և պատի վրա։ Սունը գնդակը պարզ ֆուտբոլիստները ու հիմա Ղազարյանը միացել թիմի հակագրոհին, բայց փոխանցում է Ջովեր։ Դաշտի կենտրոնում հախորը։ Մայքար են տանում, մեկը մյուս հետևից թիմը գործնում են գնդակը, Բենֆիկան կարծես թե Աղթողը ճանաչվում այս միկրոմենամարտներում ու գնդակը պահպանում իր մոտ, Ղազարյան Քթարյան Խանցավ Քթարյան ու Ձախեզում է գնդակը, փոխանցում դեպի տուկանային հրապարակ սակայն չկար ոչ մեկ կենտրոնում Արդում ու խլում են փոխանցում է Բենֆիկայի ֆուտբոլիստները Հարվածի փորձ, կրկին փակված է հարվածը Փորձ յակագրոր է երկու ֆուտբոլիստներով միանում է հիմա Երորդ ֆուտբոլիստը աչից Ղազարյանը Առաջարկում է իրենց, տանում գնդակը, Ղազարյան Մնում է գնդակը, պարեզի մոտ ինչ-որ հրաշքով սակայն Կին հարված չենք տեսնի Եզրից նետված է գնդակը, դարպասապետ խաղաց Հաչետրանը Նախորդ դրվակին է, բայց անագորը հատվեց Միայնակ մի կեսին շրջանցեց սակայն Շկար հարվածը Կեսին Ղազարյանի կատարմամբ սակայն շրջանցում են հիմա Բենֆիկայի ֆուտբոլիստները Գրավել է պետ դարպասը հիմա Խանցում եթե լիներ կարող էր հաշիվայել ավելի խոշոր դառնալ, բայց կարծես թե անկյունային պետք է լինի, դարպասը դիպավ գնդակին, չկանով հասցրեցի նկատել Եվս մեկ անկյունային Հիմա արագությամբ շրջանցում է Ղազարյանի սակայն Իրկայում պայքարում Ղազարյանը կարողացավ հեռացնել գնդակը Շատ է Բենֆիկայի տուգանային հրապարակը պարզի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ժամանել էին տուգանային հրապարակ սակայն փոխանցումը անհաջող էր Սարգսյանը կմրցնի գնդակի խաղի մեջ Ղազարյան
Ահ պաշտպանությունում են քաղաքում առաջին ռողարկաների գնդակը Աղազարյան Անդանը տարբերակ հիմա տական գրողը Բենֆիկայի Մխիթարյան հատվածը փոխանցման ճանապարհը տական գրողը գրավել է Պետր պասը կրկին պաշտպանները Ցենտրն է Պահպանում է իր թիմի համար գնդակը Մխիթարյանը եզրից շարունակի ձեռքով ծավալվանը դարդ կարող է իմանալ փոխացման դեպքում սակայն աշխարհարկումով ժամանակեցին Բենֆիկայի ֆուտբոլիստները արվեստան անհաջողար ոչ պաշտպանությունում հավական Ավտոպարություն են այսօր թողնում Բենֆիկայի ֆուտբոլիստները Անգավոր կարող է լինել իմ Սարգսյանը հասցնում է հասցնել գնդակը Մխիթարյան ձախից կա տարբերակ ստանում է գնդակը հիմա Բենֆիկայի ֆուտբոլիստը կտեսնենք հետ-տրիկ ոչ փոխանցում է հետ Մխիթարյանի Մխիթարյան շրջանցում է մեկին երկրորդին չի կարողանում և հիմա կարող է հակագրող լինել միայն թե պետք չէ դանդաղել Ձախից կա տարբերակ չի տեսնում Ձախ եզրում Ազատ Խանկերոջը Փարիզի ֆուտբոլիստը գնդակը հասնում է Խանկերոջը սակայն պաշտպանները կրկին դրած են պաշտպաններում Աղազարյան դեպի աջ Խաչատրյան թիմի ավագն է միացել գրոհին Գնդակի Խաչատրյանը Որսում արվածի պաս տեղսելի համար երեք ֆուտբոլիստներ շրջապակել էին Խաչատրյանին ու հիմա երկուսի դիմաց Փոխանցում արված ու գոլ հետ-տրիկի հեղինակ է դառնում ամեն դեպքում Բենֆիկայի 26 համարը Երկով Բենֆիկան հանում է հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը Ապից մի քանի րոպե առաջ Հաշիվը դարձնելով խոշոր Իստին վերջին րոպեներին Ինչ կատարվի դաշտում գուցե Փարիզը գնա երրորդ հետևից գուցե Բենֆիկան էլ ավելի խոշոր դարձնի հաշիվը Սարգսյանը Որսում է գնդակը վերջ Մուրադյանը Ավարտում է հանդիպումը, ավարտված է 5-2 Հանդիպենք հաջորդ անգամ շնորհակալություն, որ հետևեցիք խաղին ձեզ համար խաղը մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը, հաջողություն